Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Պետրոսյան։ Ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես մոռացա ներկայացնելուց ասեմ, որ դուք նաև թուրքագետ եք, ճիշտ եմ ասում։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին եւս կխոսենք, բայց սկսենք մեր զրույցը ազգային ժողովի առաջին նիստից 9-րդ գումարման առաջին նիստն է, ձեր տպավորությունները ավելի լավն է կազմը, թե ոչ, ավելի միտված է աշխատանքին, քան նախկին կազմներ, այդպիսի համեմատություն կարելի անել, թե ոչ, շատերն ասում են կոնֆլիկտային է կազմը, եթե դուք համաձայն եք դրա հետ, այդ ձևակերպման հետ, ապա որն է հիմնական հակադրությունը կողմերի, եթե կա այդպիսի բաժանում։ Գիտեք, երբ երկրին դավաճանում են եւ երկիրը թուլացնում են ներսից ու նաեւ ճանաչողական պատերազմ են վարում սեփական ժողովրդի նկատմամբ եւ ամբողջ միտումը նաեւ որ տվյալ ժողովուրդը թուլացնել ու ստորացնել մինչեւ վերջ այդ ժամանակ ընտրությունները դառնում են անիմաստ Սա այս ընտրությունները 2026 թվականի եւ 2021 թվականի ընտրությունները այն ընտրություններն էին, որ ընդդիմությունը Հայաստանում կարողացավ հաջողությամբ իր վրա դրված ծրագիրը արևմուտքի կողմից իրականացնել։ Եվ դա այն էր, որ այսօր ժողովուրդը լայն իմաստով մտածում է, որ ավելի շուտ պիտի փոխել ընդդիմությանը, քան թե իշխանությանը։ Սա գերազանց աշխատանք կատարեց ընդդիմությունը դրա համար եւ արդյունքը տեսնում ենք այն ինչը որ կա երբ որևիցե քաղաքական կուսակցություն որոշում է մտնել քաղաքական պայքարի մեջ պետք է հստակեցնի թե ինչ է ուզում անել պետք է ունենա առավելագույն եւ նվազագույն ծրագրերը ընդդիմության առավելագույն ծրագիրը ինչ էր Ըստ իրենց հայտարարածի այն էր, որ իրենք ուզում են իրականացնել իշխանափոխություն, բայց ինչպեսի իշխանափոխություն են իրենք ուզում իրականացնել, իրենք ոչ մեկը, բացարձակապես ոչ մեկը չձևակերպեց այդ իշխանափոխությունը։ Արդեն երբ 2020 թվականին դավաճանվեց Հայաստանին եւ Հայությանը ու վաճառվեց Արցախը 30 արծաթով, շատ պարզ եւ ակնհայտ էր եւ այն ժամանակ էլ եթե չսխալվեմ մարտ ամսին ձեզ մոտ ես հարցազրույցի եւ խոսում ենք 2021 թվականի ընտրությունների մասին, ասում եմ որ ընդդիմությունը չի պիտի մասնակցի ընտրություններին։ Քանի որ եթե մենք պատկերացնում ենք որ իշխանությունը իր ամբողջ կյանքը, ամբողջ ճակատագիրը բաղկացած այս մի բաժակ ջուրից իշխանությունը այս մի բաժակը երբեք չի թողնի եւ ատամներով ամեն ինչով պաշտպանելու է դա եւ դա շատ լավ հասկանում էր Նիկոլը ուստի ընդդիմության վարած քաղաքականությունը եւ 2021 թվականի ընտրությունները եւ 2026 թվականի ընտրություններին միտված էր Նիկոլի դիրքերը ավելի ամրապնդելու քան թե այն թուլացնելու եւ այդպես ավելի հարթացնելու արևմտյան ուժերի ներթափանցումը տարածաշրջան եւ տարածաշրջանից Չինաստան, Իրան, Ռուսաստանը դուրս մղելու այլ միտում այստեղ չկար եւ այլ միտում չունի այսօր գոյություն ունեցող ընդդիմությունը ուստի այստեղ հիմա կարևոր հարց է ինչ ազգային ծրագիր ունի ընդդիմությունը չլսեցինք Ինչ միջազգային ծրագիր ունի ընդդիմությունը լոզունգի եւ խոսքի չափանիշներով մասամբ արտահայտվեց բայց իրականում այն ինչը որ տեղի ունեցավ այն էր որ արևմուտքի ոտնատեղը տարածաշրջանում ավելի ամրապնդվեց Այսպիսի իրավիճակում ինչ անելու ընդդիմությունը իշխանության հետ խորհրդարանում ոչ մի բան նույն ուղղությամբ են շարժվելու Որն է այդ ուղղությունը Արևմտյան ուղղություն Ընդդիմությունը նպաստում է նույն ընդդիմությունը նպաստելու է ավելի ամրապնդվի արևմուտքի տեղը եւ դիրքը Հայաստանում այնպես ինչպես որ նախորդ խորհրդարանը այդ դերը իր վրա շատ լավ կատարեց եւ շատ լավ իրականացրեց Ընդդիմությունը կոնֆլիկտը Ոչ մի կոնֆլիկտ գոյություն չունի Ազգային ժողովում կոնֆլիկտային չի Բացարձակապես խորքային ոչ մի կոնֆլիկտ գոյություն չունի Ոչ մի կոնֆլիկտ գոյություն չունի Ռուսաստանի գործոնը Ռուսաստանը այստեղ ուժ չունի, ես ունեցել եմ առիթներ ձեզ մոտ ասելու, որ ինչ ունի Ռուսաստանը Հայաստանում։ Հայաստանում չէ, դեռ ազգային ժողովն ենք դիտարկում։ Ազգային ժողովում որևիցե ուժ չկա ազգային ժողովում, որը ռուսամետ լինի։
կամ ռուսական շահը ցանկություն ունենա պաշտպանի, գոյություն չունի։ Ոչ Պուտինի ուժեղ Հայաստան համար էր խնդրում Փաշինյանին ապրիլի 1-ին։ ինքը չխնդրեց, ինքը ասաց, որ կան մարդիկ, ովքեր որ ռուսամետ են եւ գտնվում են բանտում։ Այո։ Բայց այն Բայց ժամանակ ասեց, որ ցանկանում են, որ նրանք քաղաքական կյանքին մասնակցեն Հայաստանի։ բայց Այսինքն ընտրություններին մասնակցեն, բայց ինքը որևիցե այլ կերպ անուն տվեց։ Չէ, Չտվեց։ ոչ։ Արդյոք ինքը որևիցե կուսակցություն մատնանշեց։ Ոչ։ Ովքեր էին բանտում, այդքան դժվար չէ երևի թե։ Բայց այն ժամանակ բանտում էլ չէր, բայց այն ժամանակ ինչ Սամվել մատնանշ- Կարապետյանը բանտում չէր։ Ահա, տեսեք, դուք Սամվել Կարապետյան անվանեցիք, Դուք, ինչու։ Գիտեք ինչ է, շատ է խոսում, որ Սամվել Կարապետյանը իրականացնում է կամ ներկայացնում է ռուսական շահերը Հայաստան, բայց ինքը երբեք ռուսական շահ չի ներկայացրել։ Եկեք բարձենք դա։ Եթե բարձենք այդ ժամանակ ամբողջ բանը պիտի մենք Չէ, մենք խոսում ենք տրամադրենք ազգային ժողովը կոնֆլիկտային Այդ ժամանակ արեք խոսենք ազգային ժողովի դասավորվածության մասին եւ այն ուժերը, ովքեր որ այնտեղ ներկա են։ Գոյություն ունեցող ուժերը, որոնք որ գտնվում են ազգային ժողովում, ոչ մեկը ոչ ունի ազգային ծրագիր, ոչ ունի Հայաստանի համար հստակ ծրագիր եւ ոչ էլ ունի այսպես ասած ազգային մենտալիտետի հասկացողություն։ Իրականության մեջ ազգային ժողովում գոյություն ունեցած ուժերը բոլորը իրականացնում են արևմտյան ծրագիր։ Ուրիշ ոչ մի բան այստեղ չկա։ Այսինքն այնուամենայնիվ նպատակ ունեն այդ ուժերը, որոնք եկել են ազգային ժողով։ Ուզում ենք հարցնել մարդիկ, որ գնում են ազգային ժողովի падգամավոր են դառնում, ինչ պետք է անեն, իրենց աշխատանքի բնույթը ո՞րն է։ Եթե իրենք դրա պատասխանը չեն տվել, ինչ եք ուզում ինձանից։ Իրենք չեն հստակեցրել ինչ են ուզում։ Իրենք գնում են միտեղ, որտեղ որ փոքրամասնություն են եւ դա ակնհայտ էր դեռ 2023 թվականի սեպտեմբերի 30-ից հետո, երբ Արցախը հայաթափվեց արևմուտքի ջանքերով եւ արևմուտքի օգնությամբ եւ ամեն ինչով։ Եվ ակնհայտ էր, որ արևմուտքը ամեն ինչով թիկունք է կանգնել Նիկոլին եւ իր թիմին, որպես իրենք մնան իշխանության գլխին։ Իրենք ինչ էին ուզում անեին։ Անգամներ առիթ ունեցել եմ ասելու, որ նույն մեթոդաբանությամբ, որը Նիկոլը եկավ իշխանության գլուխ, նույն մեթոդաբանությամբ ընդդիմությունը չի կարող հետ վերցնել իշխանությունը։ Այլ մեթոդաբանություն, այլ հոգեբանություն եւ այլ բացարձակապես այլ աշխատանք էր հարկավոր։ Եթե այդ տնային աշխատանքը իրենք չեն իրականացրել, ինչ են ուզում փոխեն։ Այստեղից է սկսում այդ ամբողջ հարցը եւ այստեղից է սկսում է նաեւ այն խնդիրը, որ այսօր ընդդիմությունը ազգային ժողովում բացարձակապես ոչ մի բան ի վիճակի չի անելու։ Բացի այն, որ իրար հայհոյեն, մեկը մյուսին մեղադրի կամ վախեցնի վենդետայով կամ չգիտեմ ինչով։ Հետո քաղաքական վենդետա, այդպեսի ձևակերպում հնչեց երեք։ Այո, լավ, հետո ինչ եք ուզում։ Հետո ինչ եք ուզում։ Ժողովուրդը բեմեղք չի։ Ժողովուրդը մեղավոր չի, որ իր քաղաքական էլիտան, որը ստեղծվել է դեռևս 1990 թվականից այս կողմ, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը եւ մի շարք այլ մարդիկ շատ մեծ դերակատարում ունեցան գոյություն ունեցող քաղաքական էլիտայի ոչնչացմանը եւ առաջ քաշել այսպիսի քաղաքական էլիտա անգրագետներ են։ Քաղաքականության մեջ իրենք ոտաբոբիկ են։ Եվ հիմա դուք ուզում եք այն քաղաքական կուսակցությունները, որոնք որ ոչ ունեն տնտեսական ծրագիր, ոչ ունեն ազգային ծրագիր, ոչ ունեն պետական ծրագիր, ոչ ունեն, չգիտեմ, կրթական ծրագիր, ոչ գիտեն ինչ է արտաքին քաղաքականությունը, ոչ ի վիճակի են վերլուծել աշխարհաքաղաքական իրավիճակները, ուզում եք իրենք ինչ որ մի բան անեն ազգային ժողովում։ Ես չեմ ուզում, բայց նրանք աշխատավարձ են ստանում, չէ՞։ Ցանկացած հիմնարկում, երբ որ Նիկոլներ արդեն 8 տարի է ոչ միայն աշխատավարձ է ստանում, նաև ստանում է պարգևավճարներ եւ այլը եւ այլը։ Ինչ են արել Հայաստանի համար։ Թաղել են Հայաստանը պարտքերի տակ, անգրագիտությունը զարգացրել են, պետական ապահովագրությունը, առողջապահականը գնում է դեպի տապալման, մասնագետները Հայաստանից հեռանում են եւ թրիփ են արեք ասեն։ Թրիփը քաղաքական խոշոր բլեֆ է։
չի պիտի լինել քաղաքագետ, որպեսզի հասկանալ, որ թրիփը խոշոր քաղաքական բլեֆ է։ Քարտեզը դուք դրեք ձեր դիմաց տարածաշրջանի, Կենտրոնական Ասիա, Անդրկովկաս եւ Եվրոպա։ Գալիք աշխարհաքաղաքական նոր ուժերը երկու ուժ են՝ Չինաստան եւ Միացյալ Նահանգներ։ Արդյոք տրամաբանական է, որ Միացյալ Նահանգները ստեղծի մի ճանապարհ, որի կարիքը չկա, քան որ միջին միջանցքը գոյություն ունի։ Վերին միջանցքը Ռուսաստանով, որը անցնում էր, դա արդեն Ուկրաինա-Ռուսաստանի պատերազմով ոչնչացվել է։ Ներքևի միջանցքը, հարավային միջանցքը, որը անցնում էր Հորմուզի նեղուցով, Բաբոլ Մենդեբով եւ Սուեզի նեղուցով դեպի Եվրոպա, Չինաստանի ճանապարհը, դա արդեն պատերազմական վիճակի մեջ է։ Հիմա ինչ, դուք կարծում եք, որ Միացյալ Նահանգների խորքային կառավարությունը, խորքային պետությունը կստեղծի մի ապահով ճանապարհ, որը պիտի գա Հայաստանի վրայով անցնի եւ Չինաստանը կարողանա իր ապրանքները տեղափոխի Եվրոպա եւ Չինաստանը հզորանա եւ Եվրոպան։ Արդյոք նմանատիպ մի բան կանի, չի անի։ Թրիփը խոշոր քաղաքական բլեֆ է։ Միացյալ Նահանգները ինքը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը կայսրություն է։ Այդ կայսրությունը թուլացել է։ Սովետական միության փլուզումից հետո, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 90 թվականից այս կողմ արդեն Ռուսաստանը չափից ավել էր թուլացել ամբողջ նախքին իր տարածքներում։ Եվ իրենք ներթափանցեցին այդ տարածքը եւ փորձեցին հնարավորին չափ այս կայսրությանը, որը սպիտակ արջ էր, թուլացնեն։ Քաշեցին եղունգները, քաշեցին ատամները, ամեն ինչ արեցին, բայց այդ սպիտակ արջը դեռ սպիտակ արջ է։ Իր քաշով մեկ ընկնի որևիցե մի պետության վրա, դա կոչնչացնի։ Եվ մենք դա տեսնում ենք Ուկրաինայում։ Ուկրաինայում ամբողջ հավաքական արևմուտքը ավելի քան 52 երկիր օգնում են Ուկրաինայի, որպեսզի պատերազմ մղի Ռուսաստանի դեմ։ Եվ այդ պատերազմը իրականության մեջ ոչ թե Ռուսաստանը թուլացնելն է, այլ Չինաստանը թուլացնելն է։ Սա է խնդիրը։ Աշխարհաքաղաքական խաղերը, մանավանդ այսօրվա աշխարհը, որ օր-օրի ավելի փոքրանում է, իրար հետ շահկապված են եւ ունեն տարբեր շերտեր։ Եվ այստեղ է կարևորը դերակատարում ունի Հայաստանը։ Ունեցել եմ առիթ անգամներ ձեզ մոտ ասելու, որ Անդրկովկասը արևելքի եւ արևմուտքի մեջ ընկած դուռն է, իսկ Հայաստան այդ դռան բանալու անցքն է։ Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ ինքը ի վիճակի չի Չինաստանի հետ երկարաժամկետ եւ երկարատև տնտեսական, քաղաքական, հետախուզական եւ այլ տիպի պատերազմ մղելու։ Եվ ինքը շատ լավ հասկանում է, որ ուզի թե չուզի Չինաստանի հետ ինքը հաշվի է նստելու։ Դա ընդամենը ժամանակի հարց է, իսկ այդ ժամանակը սարերի հետևում չի։ Ուստի ինքը պիտի փորձի ունենա առևտրի առարկաներ իր ձեռքում։ Այդ առևտրի առարկաներից մեկը Անդրկովկասն է ամբողջությամբ։ Եվ թրիփը այդ, այսպես ասած, Անդրկովկասի ծաղիկներից մեկն է, որը որ պիտի դառնա առևտրի առարկա։ Ինչ է ստանալու դրա դիմաց, Աստված գիտի։ Բայց այդ առևտուրը տեղի է ունենալու։ Եվ արևմուտքը մեր տարածաշրջանից նահանջելու է։ Ուզի թե չուզի։ Ինքը չի կարող մի բարակ կոկորտից կախված մնա, երբ որ հարավում Իրանն է, որը արդեն մոտ 4 ամիս եւ ավել է իրենք պատերազմում են Իրանի դեմ եւ ոչ մի հաջողություն չունեն, հակառակ նրան, որ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության մի մասին իրենք գլխատեցին, ոչնչացրեցին, հակառակ նրան, որ այսօր ամեն օր իրենք հարձակումներ են իրականացնում, բայց Իրանը ոտքի վրա է։ Եվ Իրանը դիմադրում է։ Իսկ հույսիսում Ռուսաստանն է, որը ամեն կերպ փորձեցին իրեն ոչնչացնել եւ չի ստացվել։ Գիտեք, այսօր քաղաքականության մեջ, համաշխարհային քաղաքականության մեջ եւ ավելի ցածր քաղաքականությունը, այնինչ որ տեղի ունենում Հայաստանում ու նաեւ մեր տարածաշրջանում, տեղի ունենում քաղաքական խաղ, որը մենք բոլորս փոքր ժամանակ խաղացել ենք։
դա կոչվում է քար մկրատ թուղթ։ Այդ քաղաքականությունն է հիմա իրականացվում։ Ամեն մեկը կախված իրավիճակից, կախված տարբեր հանգամանքներից, կախված տարբեր տնտեսական աշխարհաքաղաքական իրավիճակից իր վրա վերցնում է տարբեր դերակատարում։ Կարող է քարի պատկեր վերցնի, կարող է մկրատ կամ թուղթի։ Խնդիրը նա է, որ տվյալ պահին ինչ իրավիճակ է եւ իրավիճակային վիճակներից ելնելով փոխում են իրենց խաղերի ձևը։ Սա կարևոր հանգամանք է, որը ամբողջությամբ փորձում են ներկայդրությամբ եւ ընդդիմությունը եւ իշխանությունը մեր ժողովրդին Հայաստանից սփյուռք շեղեն այդ ամեն ինչից։ Այսինքն մենք խոսում ենք բավականին բարդ քաղաքական խաղի մասին։ Ընդդիմությունը ի վիճակի այս բարդ խաղը խաղալ։ Անկեղծ ասած չեմ հավատում։ Շատ կուզենայի, շատ կուզենայի։ Եվ տարիներ ի վեր իրենց այդ հանդիպումների հարաբերությունների ժամանակ անընդհատ խոսել ենք այս ամեն ինչի մասին, բայց իրենք այլ դերակատարում են վերցել իրենց վրա։ Ինչպիսի դերակատար։ Իրենք կարծում են, որ արևմուտքին դուր գալով իրենք կկարողանան գալ իշխանության գլուխ, բայց իշխանության գլուխ գալուց հետո իրենք ինչ են անելու։ Եթե արևմուտքն է իրենց բերելու իշխանության գլուխ, դուք ընդդիմություն եք ասում, ում նկատի ունեք։ Ամբողջական։ Քանի կուսակցություն այս տարի մասնակցեց ընտրություններին։ Բոլորը խաղացին արևմտյան խաղ, բացարձակ բոլորը։ Եվ ոչ մեկը չուներ ազգային ծրագիր։ Ոչ մեկը չուներ ազգային մոտեցում։ Ոչ մեկը չուներ երկիրը այս փոսից հանելու հստակ ծրագիր։ Նիկոլը այնքան սխալներ թույլ տվեց, որ ոչ մեկից չօգտվեց ընդդիմությունը։ Ոչ մեկից։ Քան որ իրենք չուզեցին օգտվել այդ իրավիճակից։ Տպավորությունն է այնպես է, որ իրենք կսպասում են, ընդդիմությունը սպասում է, որ Նիկոլը ինչ որ պիտի վաճառի ամբողջությամբ վաճառի, եւ հետո վերջում կանա ասեն արևմուտքից կան, ասեն գիտեք ինչ է, Նիկոլը արդեն իրեն սպառել է, Նիկոլը պիտի գնա, Մավեր կատարեց իր գործը, Մավերը պիտի գնա։ Եվ իրեն գան նստեն Մավերի տեղը։ Եվ հետո ինչ պիտի անեն։ Շարունակեն նրա գործը։ Այդ ժամանակ ազգային ժողով ինչ կոնֆլիկտի մասին ենք մենք խոսում։ Նախորդ ընդդիմության մեջ էլ ազգային ժողովում եւ իշխանության մեջ մեծ հաշվով, երբ որ վերևից նայում եք, այդ խճանկարում ոչ մի տարբերություն չկար։ Մարդկանց դեմ քրեական գործ հարուցելը, մարդկանց դերքից ինչ որ բաներ խլելը, ինչ որ գործարանները վերցնելը, չգիտեմ ինչեր անել, դա չի նշանակում, որ գոյություն ունի խորքային խնդիր։ Քաղաքականությունը այդպես պարզ չի, ինչպես որ փորձում են մեզ համոզեն, որ այդպիսի պարզ պատկեր ունի։ Պարոն Պետրոսյան, ուրեմն առաջին հարցը վերաբերում էր ազգային ժողովին, դուք ասում եք սուտ է դա, այդ կոնֆլիկտայնությունը միֆ է, իրականում ոչ մի կոնֆլիկտ գոյություն չունի, հակադիր հայացքներ չկա։ Դուք ասում եք իշխանությունը բաժակնել ցույց տվեցիք, պաշտպանում է իր իշխանությունը եւ ընդդիմությունն էլ այսպեսի ձևակերպում արեցիք, հետ բերել իշխանությունը, այսինքն ռևանշիզմ են, ինչ որ սիրում են խոսել։ Ոչ մի ռևանշիզմ գոյություն չունի։ Ձևակերպումը տալիս։ Ոչ մի ռևանշիզմ էլ գոյություն չունի։ Դա է տեղի ունենում։ Ինչ է տեղի ունենում ազգային ժողովում։ Ոչ մի բան։ Իրենք օգնում են, որ տեսեք, Նիկոլի ամբողջ կյանքը, Նիկոլի եւ իր ԿՊ-ի ամբողջ կյանքը կախված է իշխանությունից։ Լավ, պաշտպանում են իշխանությունը, ինչի անում են օգնում են, որ պաշտպանեն։ Նրանք եկել էին իշխանափոխության կարգախոսով, չնայած ազգային ժողովում իշխանափոխություն, երևի օրենք պետք է ընդունեն, օրենքներ պետք է ընդունեն։ Երբ որ դուք մտնում եք քաղաքական պայքարի մեջ եւ ասում եք, որ ես ուզում եմ վերցնեմ իշխանությունը, դուք հստակեցնում եք, թե ինչ ձևի մեջ եք ուզում վերցնեք։ Եթե դուք գիտեք, որ գոյություն ունեցող իշխանությունը ատամներով պաշտպանելու է իշխանությանը, եւ ամեն ինչ ինքը թույլ է տալու իրեն, եւ արևմուտքը այդ ամեն ինչը օրինականացնելու է, այդ ժամանակ դուք
այսօրվա կիրառված մեթոդներով չեք կարող իրականացնել իշխանափոխություն։ Այսինքն դու քննադատում եք ընդդիմության, ասում եք դու իշխանափոխություն ես ուզում անել, բայց գրագետ չես անում դա։ Ես ոչ թե քննադատում եմ, ասում եմ, որ գոյություն չունի ընդդիմություն։ Եթե գոյություն ունի ընդդիմություն, ընդդիմությունը պետք է հստակեցնի իր կրթական, տնտեսական, ազգային, արտաքին քաղաքականության եւ անվտանգային հայեցակարգը։ Եթե չէ, ինքը ինչ տարբերություն ունի իշխանության հետ։ Ոչ մի։ Եթե դուք հայեցակարգային որևիցե փոփոխություն չեք առաջարկում եւ ընդամենը սահմանափակվում եք լոզունգներով եւ ինչ որ խոսքերով, որի տակ ոչ մի հիմք չկա, դուք ինչ եք սպասում։ Երկիրը առաջընթաց հեռանկար ունի դեպի Երկիրը եթե այսօրվա իրավիճակի մեջ այնինչ որ կա, երկիրը իր տեղում դոփելու է եւ ավելի է թաղվելու պարտքերի մեջ։ Այնպես ինչպես որ մենք 2018 թվականից այս կողմ ընդամենը տեղում դոփացել ենք, բայց աշխարհը առաջ է գնացել։ Ուստի մենք հետ ենք ընկել աշխարհից։ Մենք մեր տեղում ենք մնացել, ոչ մի փոփոխություն չկա։ Եվ հեռանկարում էլ չի լինի, եթե մեր ընդդիմությունը այդպեսին է եւ ազգային ժողովի դասավորվածությունը Սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում։ Լավ, դրա հույսին ենք արդեն քանի ամիս է, քանի տարի է։ Գիտեք, հույսը նաեւ կարեւոր հանգամանք է, որ ինքը դանդաղ է առաջ գալիս, բայց հաստատակամ է լինում։ Այն ինչ որ իրականացվեց Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ 35 տարի շարունակ ճանաչողական պատերազմի միջոցով, որտեղ որ փորձեցին հայ ժողովրդի ճանաչողությունը եւ աշխարհընկալումը փոխել եւ Թուրքին բերել սարքել հայ ժողովրդի բարեկամ ու չի ստացվել մինչ օրս։ Եվ այսօր այդ դերակատարումը վերցրել է գոյություն ունեցող քաղաքական էլիտան եւ ուզում է ցույց տալ, որ ժողովուրդը իր հետևից գնում է, բայց այդպես չի։ Այդպես չի։ Ամենավառ օրինակը բերեմ, որը կատաղացրել է բոլորին, եւ Արևմուտքին, եւ Նիկոլին, եւ բոլորին, այն պարզ օրինակն էր, երբ Ադրբեջանից վառելանյութ եկավ Հայաստան եւ ասացին շատ ավելի էժան են վաճառելու։ Այդ վառելանյութը ոչ մեկը չառավ։ Այդ վառելանյութը պարտադրեցին պետական համակարգին եւ պետական համակարգը գնեց։ Սա է իրականությունը։ Հայ ժողովուրդը խորքային ժողովուրդ է։ Եթե չէ, մի քանի հազար տարի չէր կարող գոյատևել։ Հայ ժողովուրդը շատ լավ է հասկանում, ով է իր թշնամին, ով է իր բարեկամը։ Բայց երբ տեսնում է, որ դաշտում նույն խամաճիկներն են խաղում եւ բոլորը կառավարվում են վերևից, նույն անձի կողմից, եւ այդ խամաճիկները կոչվում են ընդդիմություն եւ իշխանություն, ինչ պիտի անի ժողովուրդը։ Պարոն Պետրոսյան, ձեր հասարակական կազմակերպությունը անվանվում է հետեւյալ ձևով. նա ժողովրդական շարժում է։ Ժողովրդական շարժումի մեջ քաղաքական երանգ կա։ Միանշանակ։ Որ դաշտում եք դուք ձեզ դիրքավորում իշխանություն, ընդդիմություն տարբերակների մեջ կամ երրորդ ինչ որ ուժ եք դուք, եթե այսօրվա ընդդիմության եւ իշխանության դաշտի մեջ նայենք, մենք ոչ մեկի հետ էլ չենք։ Մենք հասարակական կազմակերպություն ենք, շարժում եք դուք, ինչ շարժում է դա։ Առիթ ունեցել ենք մեկ անգամ շատ երկար խոսենք այդ ամեն ինչի մասին, բայց նորից կարճ Չէ, այս նույն ձևակերպման մեջ, որ ընդդիմություն չկա եւ ընդդիմությունը եւ իշխանությունը նույն դաշտում են աշխատում, նույն նպատակներն են հետապնդում, այն է, եթե ես ճիշտ հասկացա, ամրապնդել կամա թե ակամա, այստեղ ես ակամա տարբերակնել եմ թույլ տալիս ինձ հարցից մեջ նշել, կամա թե ակամա արևմուտքը բերելով տարածաշրջան։ Ճիշտ հասկացա։ Հիմա դուք որտեղ եք եւ դուք ինչ եք անում։ Մենք մեր գործունեությունը սկսել ենք դեռևս 1994 թվականից, երբ ես եկա Հայաստան։ Այն ժամանակ ես ծագումով պարսկահայ եմ։
բայց այն ժամանակ Եվրոպայում էի եւ Եվրոպայից եկա Հայաստան 94 թվականի ապրիլի 3-ին այն ժամանակ մենք կազմակերպում էինք տարբեր հայտնի մարդկանց Սիլվա Կապտիկյան, Գրիգոր Գուրզադյան, դրամատուրգ Աննա Պետրոսյան եւ շատ ու շատ այլ ուրիշներին տանում էինք տարբեր դպրոցներ 8, 9 եւ 10-րդ դասարանի աշակերտների հետ հանդիպումների եւ մենք շատ լավ հասկանում էինք որ տեղի ունենում ճանաչողական պատերազմ մեր ժողովրդի դեմ եւ դրա դեմ առնելու ամենալավ միջոցը երիտասարդներին բանիմաց դարձնելն էր իրենց կրթելը այն ժամանակ շատ լավ կհիշեք որ իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ իրենք դեմ էին ազգային որևիցե մոտեցմանը կամ մտածելակերպին այո եւ իրենից հետո նույն գիծը շարունակեց Ռոբերտ Քոչարյանը ավելի խորացրեց Սերժ Սարգսյանը եւ հիմա արդեն չեն խոսում դրա մասին մենք փորձեցինք դիմագրավել այդ ամեն ինչին մեր ունեցածը համեստ ուժերով մեր կազմակերպության անվանումը ինքը շատ հստակ է Հայաստանի ժողովրդական շարժում ՀԿ ինքը հասարակական կազմակերպություն մենք փորձում ենք մեր համեստ ուժերի սահմաններում դիմադրել այս համընդհանուր փլուզմանը հասարակությունները ընդհանրապես ցանկացած հասարակություն կապ չունի հայկական է թուրքական է, ռուսական է, պարսկական է, չինական է, ինչ ուզում է լինի ցանկացած հասարակություն ինքը գնում է իր էլիտայի հետևից Հայաստանում ջանք չխնայվեց այդ էլիտան ոչնչացնելու եւ էլիտան լռեցնելու արդյունքում ստեղծեցին այնպիսի իրավիճակ որ վախի մթնոլորտ է տիրում Հայաստանում եւ այն մարդիկ ովքեր որ ի վիճակի են խոսելու իրենք նախընտրում են որ լռեն եւ լինել դիտորդ քան գործող անձ եւ դա այն պատճառով է որ իրենք տեսնում են իրենցից ավելի հզոր տնտեսական կարողություն ունեցող մարդիկ կամ պաշտոններ ունեցող մարդիկ հարվածի տակ են հայտնվում իսկ այդ մարդիկ չունեն այդ հնարավորությունները իրենց հնարավորությունները սահմանափակ է ուստի իրենց ընտանիքի հոգսերը ապահովելու եւ մնացած ամեն ինչը ապահովելու համար իրենք լռում են եւ դառնում են կղզիակներ հիմա Հայաստանի այն էլիտան որը ունի հնարավորություն երկիր այս վիճակից հանի ինքը լռում է մենք փորձում ենք լինել այս համընդհանուր բարոյա հոգեբանական փլուզման մեջ մեր ուժի չափով պահել Հայաստանի դրոշը Շնորհակալ եմ գովազդ ենք հարտարալու եթերում որից հետո խոսելու ենք հետևյալ հարցի շուրջ դուք ասացիք որ այն ինչ անում է քաղաքական իշխանությունը եւ ընդդիմությունը դա բերում է արևմուտքը դեպի տարածաշրջան մի քիչ վաղ ավելի ասացիք տարածաշրջանից դուրս են մղվում Չինաստանը եթե ես գրեցի Իրանը եւ Ռուսաստանը Չինաստան, Իրան, Ռուսաստանը դուրս են մղվում եւ ամեն ինչ արվում է որպեսզի արևմուտքը մտնի բայց երբ որ ես հարցրեցի թրիփ դուք ասացիք թրիփը դա խոշոր քաղաքական բլեֆ է քանի որ կարող եմ ես այսպես հասկանալ արևմուտքը այնուամենայնիվ չի մտնելու տարածաշրջան Միացյալ Նահանգները չեն մտնելու տարածաշրջան հարցիս սա թեմաներ որը ուրվագծեցի գովազդից հետո այս թեմայով կզրուցենք գովազդի սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայաստանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։ Եվ այսպես, պարոն Պետրոսյան, Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից մեր քաղաքական էլիտան եւ իշխանությունները եւ ընդդիմությունը ըստ ձեզ, այնինչ եւ ճանապարհ են բացում Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համար, այնինչ ոչ Եվրոպան, ոչ Միացյալ Նահանգները, չգիտեմ, շանս չունեն, թե շահագրգռվածություն չունեն, հնարավորություն չունեն մտնելու տարածաշրջան եւ թրիպը դուք անվանեցիք խոշոր քաղաքական բլեֆ։ Հարցս այն է, ճիշտ ձևակերպեցի, թե ոչ առաջին հատվածում ձեր միտքը, եւ եթե քաղաքական բլեֆ է, ում կողմից է եւ այդ բլեֆը վարվում եւ ինչ նպատակ ունի, բայց դա երկրորդ հարցն է։ Առաջինը դուրս մղել եւ տարածաշրջանում Չինաստան դուք նշեցիք, դա սկսենք այդտեղից։ Ինչու եք Չինաստանին համարում, որ Չինաստանը մեր տարածաշրջանում է եւ դուրս է մղվում։ Մինչև արդեն գովազդը, որ ընդմիջվեր, գովազդով, ասացի, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները հաջորդ համաշխարհային համակարգի հիմնական երկու թևերն են լինելու։ Այս թևերի բախումը լինելու է եւ տնտեսական, եւ տեղեկատվական, եւ անվտանգային, ամեն կերպ լինելու այդ պատերազմը։ Մի ուղում մտցնեմ, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան իրենք փորձել են Ռուսաստանի թուլությունը օգտագործել եւ իրենք մտել են ռուսական տարածք։ Այդ դա եղել է եւ Արևելյան Եվրոպան, եւ Կենտրոնական Ասիան, եւ Անդրկովկասը, եւ իրենք մտել են այս տարածաշրջան։ Երկու մասին եք խոսում։ 1991 թվականից մինչ օրս։ Մինչ օրս։ Մինչ օրս։ Դա ռուսական տարածք է։ Գիտեք, ուզում եք ընդունեք, չեք ուզում մի ընդունեք, գոյություն ունի համաշխարհային խաղ։ Եվ այդ համաշխարհային խաղի մեջ ամեն ինչ շատ հստակ է։
Դուք չեք կարող այդ խաղը խառնեք իրար։ Այնպես ինչպես որ դեռևս 1570-ական թվականների վերջից մինչ օրս աշխարհը Վեստֆալյան համաձայնագրով առաջնորդվում է եւ գնում է առաջ, 500 տարի է լրանում։ Այսինքն այդ իրավիճակը կայուն է։ Հիմա դուք ինչ ուզում եք արեք, այդ իրավիճակն է։ Այսինքն մենք խոսում ենք հզոր պետությունների անվտանգային եւ շահերի տարածաշրջանների մասին։ Այնպես ինչպես որ Միացյալ Նահանգների խորքային պետությունը իշխանության բերեց Թրամփի նման մեկին, որը ավելի շատ աղմկում է, քան պետք է, եւ այդ աղմուկը, այդ քաոսային իրավիճակը, որը Թրամփը ստեղծում է, ունի ընդամենը մեկ նպատակ՝ շեղել ամբողջ աշխարհին Միացյալ Նահանգների իրական ծրագրերից, ուրիշ ոչ մի բան չկա։ Միացյալ Նահանգներում որ մի նախագահն է եղել իր գլխի տերը, որ Թրամփը ուզենա լինի, ոչ մեկը։ Միակ մարդը, որ փորձեց մի քիչ դուրս գա այդ խորքային պետության ազդեցության տակից, սպանվեց Քենեդին։ Հետո էլ իր եղբորը սպանեցին գլխավոր դատախազին։ Այնպես որ երբ որ խոսում ենք պետությունների մասին, մանավանդ համաշխարհային չափանիշներով, պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Այդտեղ սիրել կամ չսիրելը այդքան էլ դերակատար չի։ Իսկ ինչ որ տեղի ունենում այսօր, հետևյալ պատկերն ունի։ Ռուսաստանը եւ Եվրոպան իրար հետ զբաղեցրեցին Ուկրաինայով։ Ամբողջ Եվրոպան եւ արևմտյան ուժերը իրար հետ միավորվեցին, որպեսզի կարողանան Ռուսաստանը հնարավորին չափ թուլացնել եւ Ռուսաստանը քայքայել։ Ոչ թե նրա համար, որ այնտեղ կա Ռուսաստան, այլ նրա համար, որ Ռուսաստանը աշխարհի խոշորագույն բնական ռեսուրսների տեր պետություն է։ Հայտնաբերված ռեսուրսով, այսօրվա գներով Ռուսաստան ունի շուրջ 74 տրիլիոն դոլարի բնական ռեսուրս։ Սա պաշտոնական թիվ է։ Հետո նոր Միացյալ Նահանգներն է, մոտ 40 տրիլիոն։ Այսօր այդ գալացող նոր համաշխարհային համակարգի մեջ Չինաստանը կարիք ունի այդ ռեսուրսներին։ Ուստի իրենք պետք է քայքայեն քանդեն Ռուսաստանը, որպեսզի Չինաստանը չհզորանա։ Այս խաղն է տեղի ունենում։ Մեծ շախմատի խաղասեղանին այս խաղն է տեղի ունենում։ Բայց այն ինչը, որը որ փորձում են մեզ ներկայացնել, այլ բան է։ Երկրորդ կարևոր խնդիրը։ Ռուսաստանը երբ պարզ դարձավ, որ այդքան էլ արագ չի սպառելու իր ուժերը, անցան երկրորդ ծրագրին, որը լինելու է ռուս-թուրքական բախումը։ Ռուս-թուրքական բախումը տեղի կունենա Սև ծովում եւ մեր տարածաշրջանում։ Եվ նորից նույն նպատակն է հետապնդելու՝ թուլացնել Ռուսաստանը, որպեսզի չհզորանա Չինաստանը։ Միացյալ Նահանգները ուղիղ հարձակում իրականացրեց Իրանի վրա, ընդամենը մի նպատակի համար, որպեսզի քայքայեն Իրանը, որ չհզորանա Չինաստանը։ Այսօր Միացյալ Նահանգները փորձում է հետ վերադառնալ Աֆրիկա տարբեր ծրագրերով, քանի որ 2000 թվականին Աֆրիկայում 54 պետության մեջ Միացյալ Նահանգները եւ արևմտյան պետությունները հիմնական տերն էին Աֆրիկայի։ Իսկ այսօր Աֆրիկյան 54 պետություններից ամբողջ արևմուտքը միայն ներկայություն ունի մի տեղ՝ Ջիբութի։ Իսկ մնացած տեղերում Սուդանում, Եթովպիա եւ այլ տեղերում իրենք հրահրում են պատերազմներ, որպեսզի քաոսային իրավիճակ ստեղծվի եւ չհզորանա Չինաստանը։ Սա է այն ամբողջ նպատակը, որը հետապնդվում է։ Հիմա այսպիսի խաղի մեջ թրիփը չի կարող լինել տնտեսական
ծրագիր կամ անվտանգային ծրագիր, որ Չինաստանի ապրանքները գան եւ Հայաստանի վրայով գնան դեպի Եվրոպա։ Սա սուտ է։ Խոշորագույն բլեֆն է մեր տարածաշրջանի համար։ Այս ծրագրի հիմնական նպատակը նա է, որ Սյունիքը առանձնացվի Հայաստանից եւ Թուրքիան իր ոտնատեղը տարածաշրջանում ավելի ամրապնդի եւ բախում տեղի ունենա ռուս-թուրքական։ Այդ բախումը արագացնելու համար Միացյալ Նահանգները 2022 թվականին սկսեց ֆինանսավորել Սև ծովից դեպի Միջերկրական ծով գնացող երրորդ ջրանցքի կառուցումը։ Ինչու է այդ ջրանցքի կառուցումը կարևոր Միացյալ Նահանգների համար։ Քանի որ համաձայն Մոնրոյի համաձայնագրի կնքված 1927 թվականին, որտեղ որ հստակ նշված է Մարմարայի եւ երկրորդ ջրանցքի անունը մոռացա այդ երկու գոյություն ունեցող ջրանցքները Էգեյան եւ Մարմարայի ջրանցքները ենթարկվում են այդ պայմանագրին եւ այդ պայմանագրից ելնելով երրորդ որևիցե պետություն իրավունք չունի իր ռազմանավերը մտցնի Սև ծով բայց այս երրորդ ջրանցքը որը կառուցվում է սա չի ենթարկվելու այդ պայմանագրին Եվ այդ ժամանակ արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները, կարող է իր ռազմածովային ուժերը ուղարկել Սև ծով։ Եվ սա հրահրելու է ռուս-թուրքական պատերազմը։ Սա է խնդիրը։ Այսինքն մենք գործ ունենք ավելի մեծ խաղի հետ, եւ այս մեծ խաղի մեջ Հայաստանի եւ ոչ մի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև օրս չուզեց ամրապնդել հայության դիրքերը որպեսզի հայ ժողովուրդը չդառնա մանրադրամ եւ չգծվի սեղանի վրա որպես խաղակարդ իսկ հայ ժողովուրդը այդ հնարավորություն ուներ մենք ունեինք հսկայական ռեսուրս սփյուռք անունով Բայց այդ ռեսուրսը այսօր օտարացած է Հայաստանից։ Ինքը որևիցե դերակատարում չունի Հայաստանում։ Սա է խնդիրը։ Մենք մեր ամբողջ հզոր ռեսուրսը ջլատեցինք, մխսեցինք, ոչնչացրեցինք հանուն արևմտյան շահերի։ Որոնք սին են, ըստ ձեզ, որոնք չեն իրականում։ Ոչ թե որոնք սին են, արևմուտքը իր ծրագիրը շատ հստակ է։ Հայաստանի հաշվարկը դրա վրա։ Հայաստանի հաշվարկ ունի ընդհանրապես Հայաստանը ինչ որ։ Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ Անդրկովկասը ոչ մի հաշվարկ չունի։ Իրենք այս տարածաշրջանը դիտարկում են որպես մի տարածք։ Ադրբեջանը նույնպես Ադրբեջանը նախկինում մտնում էր։ Նույնպես Ադրբեջանը։ Նույնպես Ադրբեջանը մտնում է այդ ամբողջ խաղի մեջ։ Այսօր Ադրբեջանը ինչ է իրենից ներկայացնում։ Իրականության մեջ ընդամենը մի հենակետ, որին արհեստականորեն հզորացրեցին, Արցախը իրեն նվիրելով, որպեսզի իրենից օգտագործեն եւ Իրանի դեմ հրթիռներ եւ օդանավներ ուղարկելու եւ ռմբակոծելու եւ Կասպից ծովում ստեղծել անկայուն իրավիճակ։ Ուրիշ ինչ դերակատարում ունի Ադրբեջանը։ Ոչ մի։ Արդյոք Ադրբեջանը ունի Եվրոպայի անվտանգության, էներգետիկ անվտանգության մեջ ինչ որ տեղ ու դեր։ Շատ փոքր։ Մինչև ուկրաինական պատերազմը Եվրոպան իր նավթի եւ գազի մոտ 48%, մոտ կեսը ստանում էր Ռուսաստանից։ Տարեկան ստանում էր մոտ շուրջ կլորացրած թվով 150 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հիմա Բաքվի խողովակներով ինչքան գազ է գնում դեպի Եվրոպա։ Առավելագույնը 10 միլիարդ, որի մեծ մասը նորից ռուսական է։ 1/15-ի մասին ենք մենք խոսում։ Սա թիվ չի Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ։ Էլ ինչ է գնում Ադրբեջանի վրայով դեպի Եվրոպա։ Նավթ։ Այդ նավթի մաքուր կեսը գնում է Իսրայելը։ Մնացածը քանի 100,000 բարել է։ Օրեկան
ամբողջ աշխարհում վաճառվում է 120 միլիոն բարել նավթ։ Սա աշխարհի պահանջարկն է։ Ինչքան նավթ է ուղարկում այդտեղից դեպի Եվրոպա։ 1 միլիոն։ Պարոն Պետրոսյան, ձեր այս հատվածի պատասխանը սկսեցիք հետևյալ ձևակերպումով, արևմուտքը մտել է Ռուսաստանի տարածք։ Այո։ Եկեք վերադառնանք այդ ձևակերպմանը եւ շարունակենք հետևյալ հարցով։ Ադրբեջանը դիտարկվում է Թուրքիայի սատելիտ, այսպես ասած, թե Ռուսաստանի տարածք եւ այժմ այդ ներխուժումը արևմուտքի ըստ ձեզ Ռուսաստանի տարածք, որը դուք նշեցիք, որ Անդրկովկասը հիմա հարավային Կովկաս են ասում, եւս այդ տարածքում է, արդյոք հաջողությամբ է ներխուժում արևմուտքը Ռուսաստանի տարածք, եթե դա այդպես է ձևակերպում, դուք ասում եք գոտիների է բաժանված աշխարհը եւ սա համարվում է Ռուսաստանի տարածք։ Ադրբեջանի գործոնը եւ հետո դեռևս 1985 թվականից արևմուտքը մասնավորապես Միացյալ Նահանգները սկսեց ներթափանցել ռուսական բոլոր տարածքները, քանի որ Ռուսաստանը թուլացել էր եւ այդ թուլությունից պետք է օգտվեր Միացյալ Նահանգները մինչեւ վերջ եւ իրենք օգտագործեցին իրենց փափուկ ուժը, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները եւ այլ ուժերը, որը կարող էին օգտագործել։ Եվ իրենք այդ փափուկ ուժի կիրառմամբ Ռուսաստանին հնարավորին չափ թուլացրեցին իր շրջակա միջավայրի մեջ, որը կոչվում էր Կենտրոնական Ասիա, որը կոչվում էր Անդրկովկաս, որը կոչվում էր Արևելյան Եվրոպա։ Եվ իրենք թուլացրեցին, եւ փաստացի իրենք կարողացան դուրս մղել այդ ամեն ինչից։ Մեր տարածաշրջանում բոլորս լավ գիշենք, որ դեռևս 1993 թվականի վերջավորությամբ հայկական զորքերը ի վիճակի էին գրավել Նախիջևանը, քանի որ այնտեղ ոչ զորք կար, ոչ մարդ կար, ոչ էլ ուրիշ մի բան, եւ դատարկվել էր այդ տարածաշրջանը։ Բայց այն ժամանակ Ժիրար Լիբարիտյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով չիրականացվեց Նախիջևանի ազատագրումը։ Նախիջևանի կարևորությունը ռազմավարական առումով շատ ավելի կարևոր էր, քան թե Արցախը։ Բայց դա իրենք թույլ չտվեցին, քանի որ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում դա թույլ չէր տալիս։ Իսկ եթե այն ժամանակ ազատագրվեր Նախիջևանը, այսօր մենք այս իրավիճակը չէինք ունենա։ Մեր տեղը, դիրքը, ամեն ինչը տարածաշրջանում այլ պատկեր կունենար։ Եվ այսպիսի ստորացած վիճակում չէինք լինի։ Ուստի այն ինչ որ արեցին այն ժամանակվա քաղաքական ղեկավարությունը, քանդեցին հայկական ամբողջ պաշտպանական համակարգը։ Եվ որպես, այսպես ասած, ժամանակավոր նվեր մեզ հանձնեցին Արցախը։ Եվ հետո մեր ձեռքից առան 5000 կորուստով։ Դուք կարծում եք Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը չէր հասկանում սա, իրենք շատ լավ էին հասկանում։ Իրենք էին դա իրականացնում։ Ռոբերտ Քոչարյանը դա չէր հասկանում, ինքը շատ լավ էր հասկանում։ Շատ էլ որ ինքը դաշտային հրամանատար է։ Բայց վերջորոշու ինքը տեսնում է խաղադաշտում ինչպիսի տեղաշարժեր կան։ Միացյալ Նահանգները միշտ խուսափում է հզոր պետությունների հետ ուղիղ առճակատումից։ Դրա համար ինքը Եվրոպային է քաջալերում կռվել Ռուսաստանի հետ, Տայվանին, Ճապոնիային է քաջալերում կռվեն Չինաստանի հետ։ Ինքը ուղիղ պատերազմի մեջ մտավ Իրանի հետ, քանի որ իր հաշվարկներով կարող էր Իրանը շատ արագ վերացնել եւ քաոսային իրավիճակ ստեղծել Իրանում։ Բայց այդպես չեղավ։ Եվ հիմա քաջալերում է արաբական Պարսից ծոցի շուրջ գոյություն ունեցող արաբական երկրներին, որպեսզի իրենք հարձակվեն Իրանի վրա եւ ինքը դուրս գա այդ ուղիղ առճակատումից։
Նույնպես ներկայդրությամբ Միացյալ Նահանգները փորձում է արհեստականորեն Թուրքիայի համար ստեղծել հեղինակություն արաբական երկրներում, որ իբր թե Թուրքիա-Իսրայել հակասություն կա, բայց ոչ մի հակասություն գոյություն չունի, ոչ մի խորքային հակասություն չկա։ Շատ էլ որ իրար հայհոյում են Էրդողանն ու Նաթանյահուն։ Դե եղել է միշտ էլ Ադրբեջանը Թուրքիայից սիրում է, թե Ռուսաստանի տարածքում է գոտին բաժանված։ Ադրբեջանը, ինչպես Հայաստանը, ինչպես Վրաստանը, իրենք ուզում են գնալ դեպի արևմուտք, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք գտնվում են սպիտակ արջի թաթի տակ։ Այնպես ինչպես որ 1918-ից 20 թվականը արևմուտքը կարողացավ համոզել Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին դաշնակցությանը, որ հանձնի Կարսը, այսօր Նիկոլը նույնպես հանձնեց Շուշին եւ Արցախը, եւ պայքար մղել սովետական ուժերի դեմ, որի արդյունքում մենք տարածքներ կորցրեցինք, Նախիջևանը մեր ձեռքից առան, Արցախը վերցրեցին, նույնն էլ հիմա են արում, նույնն էլ հայ քաղաքական գոյություն ունեցող այսօրվա էլիտան, իշխանությունները համոզված են, որ արևմտյան նավատորմը բարձրանալու է Մասիս սարերը։ Հիմա դրոններով են գալիս, ոչ թե ներքևից են բարձրանում։ Բայց իրավիճակը նույնն է։ Վերևից են թռնում։ Բայց իրավիճակը նույնն է։ Ոչ մի բան չի փոխվել։ Վերջի 500 տարվա ընթացքում աշխարհում ոչ մի բան չի փոխվել։ Աշխարհի ուժերի դասավորվածությունը վերջի 500 տարվա ընթացքում եւ խնդիրները նույնն են մնացել։ Տիրանալ այլ պետությունների բնական ռեսուրսներին։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Ուստի որպես ավարտ, դուք ինչպես կվարեիք արտաքին քաղաքականությունը Հայաստանի այս իրավիճակում։ Մինչև որ արտաքին քաղաքականության վարելը, սկզբից մենք կփոխեինք կրթական համակարգ։ Կհստակեցնեինք Հայաստանի անվտանգային համակարգը։ Կհստակեցնեինք Հայաստանի տնտեսական համակարգը։ Սրանք ոչ մեկը հեծանիվ օրինել չի, հա։ Բոլոր կան եւ այնպես չի որ մենք ենք ստեղծել կամ բան ենք արել ոչ դեռևս ստեղծվել էր 60-ական թվականի սովետական Հայաստանի քաղաքական էլիտայի կողմից եւ ինքը շատ հստակ ու շատ ազգային ծրագիր էր բայց իրենք այդ ամեն ինչը քողարկեցին կոմունիզմի զարգացման տակ Եվ հետո վերջը մենք գայինք անվտանգության, արտաքին քաղաքականության հետ։ Քանի որ եթե դուք ուզում եք վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, ինչ որ չափով ինքնուրույն կամ այսպես ասած անկախ քաղաքական արտաքին քաղաքականություն, դուք պետք է ունենաք հզոր հասարակություն։ Իսկ հասարակությունը հզորանում է, երբ որ ունի հստակ կրթական համակարգ։ Եթե դուք ջլատված եք ներսից, ինչ արտաքին քաղաքականության մասին է խոսվում։ Եթե դուք չունեք տնտեսություն, ինչ արտաքին քաղաքականության մասին է խոսվում։ Եթե դուք չունեք անվտանգության համակարգ, ինչ արտաքին քաղաքականության մասին եք խոսում, կներեք։ Արեք մենք մեզ չխաբենք, երազախաբությամբ չզբաղվենք։ Չէ, ես եմ ուզում այստեղ ավարտել, ուզում եմ վերջին հարցս էլ տալ, բայց նախորդ իմ հարցին դուք ասացիք եւ Ադրբեջանը, եւ Վրաստանը, եւ Հայաստանը ձգտում են դեպի Եվրոպա, բայց նրանք երեքն էլ գտնվում են սպիտակ արջի տակ։ Կներեք, Եվրոպան մեռած կենդանի է։ Այդ դեպքում Եվրոպան գոյություն չունի։ Ահա, նա մեռած կենդանի, իսկ սպիտակ արջը ռեալ ուժ է։ Ըստ ձեզ։ Եվրոպան մեռած կենդանի է։ Պարզապես բոլորը ուզում են, որ ինչ-որ ճոխ հուղարկավորություն անեն, որի ֆինանսական միջոցները չունեն։ Եվրոպան Եվրոպա էր, քանի դեռ ուներ Աֆրիկա, եւ այնտեղի բնական ռեսուրսները թալանալով հարստանում էր։ Հիմա չունի։ Եվրոպային քացով դուրս են շպրտել Աֆրիկայից։ Ինչով է ուզում հզորանա։ Ինչ բնական ռեսուրս ունի Եվրոպան։
Այն գիտակրթական եւ մնացած ամեն ինչ որ ունի, արդեն այնտեղից գաղթում է։ Պարոն Պետրոսյան, այդ դեպքում, եթե դու գտնվում ես սպիտակ արջի տակ, ինչու ես քո կրթական համակարգը վերականգնում, վերանայում, տնտեսությունը վերականգնում, նա մնա շարունակի մնալ սպիտակ արջի տակ, ինչպես Բայց ես ասացի, որ մնա սպիտակ արջի տակ։ Այ հիմա հարցնում եմ, ինչ դրա համար հարցեցի, ինչ կանեիք դուք։ Երկրորդ հերթին։ Արեք անկեղծ լինեք։ Անկեղծ հարցնում եմ։ Արեք մեզ չխաբենք։ Խնդրեմ։ Ռուսաստանը 1800-ական թվականներին Թուրքմենչայի եւ Գուլիստանի պայմանագրով հայության քանակը մեր տարածաշրջանում, որը հայկական էր, շատացրեց։ Պայմանագրերի մեջ հստակ նշված էր, որ Պարսկաստանի կառավարությունը պետք է թույլ տա այդ երկու պայմանագրերով մի քանի հազար հայություն հետ վերադառնան այս տարածաշրջան։ 150,000 մասին է խոսքը։ Ամեն մեկով 150,000, լինում է մոտ 300,000 հայության մասին։ Այն ժամանակվա համար դա շատ մեծ թիվ էր։ Սա մեկ։ Երկրորդ հերթին Ռուսաստանը աշխարհի խոշորագույն պետություն է իր տարածքով։ Մոտ 19 միլիոն քանի 100,000 քառակուսի կիլոմետր։ Արդյոք ինքը խնդիր ունի Հայաստանը վերցնի։ Հայաստանը իր համար կարևոր է անվտանգային առումով։ Լավ, ինչ կլինի, որ այդ անվտանգային պարտականությունը մենք ինքներս կատարենք մեր ձեռքով։ Նույն սովետական միության ժամանակ չէր, որ հայ քաղաքական էլիտան Զարուբյանի եւ մնացածի գլխավորությամբ կարողացան Հայաստանը հետամնաց գյուղատնտեսական պետությունից սարքել լուրջ արդյունաբերական պետություն։ Ինձ կպատասխանեն առաջին հանրապետությունը եթե չքանդեին առաջի հանրապետությունը եթե չներխուժեր մենք էլի կկարողանայինք առաջի հանրապետությունը երբ որ ստեղծվեց ուներ 67000 քառակուսի կիլոմետր իսկ Ալեքսանդրապոլի պայմանագրով որ Սիմոն Վրացյանը ստորագրեց ինքը համաձայնվել էր ընդամենը 9000 քառակուսի կիլոմետրով եթեներով չենք խոսում մենք խոսում ենք փաստերով Նիկոլն էլ կասի, որ եթե ինձ չխանգարեին, բայց ով էր խանգարում, Արցախը ձեռքի տակ էր, Արցախը համարվում էր Հայաստանի էներգետիկ համակարգի, սննդամթերքի, գյուղատնտեսական, ամեն ինչի ջրային ռեսուրսների անվտանգության վահանը, ինչու հանձնեցիր Թուրքին։ Ինչ արեցի։ Ոչ մի բան չունի ինքը։ Չէ, ինքը ոչ մի բան չունի։ Դա ինչ-որ կադաստրի մասին էր խոսում, կադաստրի թղթի մասին էր խոսում եւ Հայաստանի Նիկոլը ինքը սահմանների գիտեք ինչ է, երբ որ ցանկացած գողի կամ մարդասպանի կամ հանցագործի որ բռնում եք, այդ մարդը ունի հստակ պատասխան։ Դե հա, ուզում եմ ասեմ, չեմ ուզում կրկնեմ պատասխանը, բայց նա այդ ժամանակ արեք հանցագործներին էլ արդարացնենք, ասենք այդ մարդը ունի հստակ պատասխան։ Արդարացնելու մասին չի խոսքը, հարցս այն դուք ասում եք Եթե դուք պնդում եք եւ կրկնում եք նույն պատասխանը, որը ասում եմ, նա այդպես է պատասխանում։ Ես ասում եմ, որ դա դավաճանի պատասխանն է, դա հանցագործի պատասխան է։ Եթե այդպես լիներ, աշխարհը իմ արդեն հանցագործությունը տարել էր։ Բոլոր դատավորներ կասեն, քանի որ հանցագործը ունի հստակ պատասխան, մենք ներում ենք այդ հանցագործին։ Պարոն Պետրոսյան, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետականություն պետք է ունենա, թե ոչ։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որ աշխատում են այդ ուղղությամբ, անկախությանը, ոչ թե բառերով, լոզունգներով, խոսքով, այլ իրականության մեջ չեն կարող դեմ լինել Հայաստանի անկախությանը։ Իզորու է ունենալ Հայաստանի Հանրապետությունը միանշանակ, այո, քանի որ մենք ունենք երկու հիմնական լծակ։ Մեկը մեր արմատներն է, մեր էությունն է, որը որ շատ խորն է, երկրորդը սփյուռք, որին 35 տարվա ընթացքում փորձել են ջլատել, ստորացնել, Հայաստանից հեռացնել։ Եթե մենք կարողանանք այս երկուսը իրար հետ համախմբել եւ հստակ պետական եւ ազգային ծրագիր ունենալ, միանշանակ այո։ Ինչու որ ոչ։ Մենք այժմ ամուր ենք եւ ունենք այդ հեռանկարը։ Ոչ, չունենք ամրություն, մենք չունենք այդ հեռանկարը ներկա իշխանության հետ կապելը նման է նրան, որ
Տիտանիկը նկարել, խորտակվում է, կործանվում է, իսկ մենք կայնած կողքից փրկագրական օղակը մեր թևերի տակ է եւ նկարում ենք։ Հարվածը ադրբեջանա-թուրքական կողմից է պետք սպասել, թե ռուսական կողմից է պետք սպասել։ Եթե շարունակվի այսպես, հարվածը լինելու է բոլոր կողմերից, ինչու՞ չէ նաև Իրանի կողմից։ Երբ որ դուք ժողովրդին մղում եք դեպի կողմնորոշման, բայց չեք իրեն պարտադրում, որ ինքնորոշվի, այդ ժամանակ լինում է այն քաոսը, որ այսօր կա։ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչ օրս բոլոր նախագահները, բոլոր կառավարությունները մղել են հայ ժողովրդին կողմնորոշվելու, բայց ոչ մեկը չի քաջալերել, որ ինքնորոշվենք մենք, որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն։ Ինչ է նշանակում ինքնորոշում, չի մղում դեպի ինքնորոշման։ Ինքնորոշումը շատ պարզ բառ է։ Մեր ինքնությանը գնանք։ Մեր արմատներին վերադառնանք, որպեսզի հասկանանք ով ենք, ինչ ենք եւ ինչ նպատակ ունենք այս աշխարհում եւ ինչ ենք ուզում իրականացնել։ Մեզ 35 տարի է ասում են, որ արևելք թե արևմուտք, բայց խնդիրը դրանում չի։ Մեր ինքնությունը ոչնչացնում են բոլորով, սկսած Լևոնից մինչ օրս, ամեն մեկը յուրովի, եւ հետո ասում են կողմնորոշվեք։ Եվ Հայաստանի ժողովրդական շարժում ձեր կողմից համակարգվող հասարակական կազմակերպությունը միտված է հենց այդ գործին։ Փորձում ենք մեր ուժերի չափով ինքնորոշել ժողովրդին։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Նույնպես։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Վազգեն Պետրոսյանն էր մեր զրուցակիցը, Հայաստանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության համակարգողը։ Մենք հայ-թուրքական հարաբերությունների մասին չհասցրեցինք խոսել, գուցե շուտով ես կրկին հրավիրեմ եւ դուք ակնկալեմ, որ չեք հրաժարվի, մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրենք Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններին, եթե դեմ չէ։ Սիրով։ Շնորհակալ կլինեմ։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ընձեզ։